Անձնական շահի բացառման սկզբունքով է ելնում նաև այն, որ մենք սիրում ենք լինել թափանցիկ եւ այդ թափանցիկության արդյունքում մենք առաջին քայլերից մեկը անում ենք այս ցուցակով։ Ես չգիտեմ ձեր քաղաքացիների մոտ երբևէ այս ցուցակը եղել է թե ոչ, բոլորի համար պատրաստ ենք օրինակ տպել։ Այստեղ 40,000-ական դրամները ստացող մարդկանց ցուցակն է եւ մենք Կաղնուտ գյուղում ուսումնասիրելով ցուցակը պարզեցինք, որ Շանթ դաշինքից առաջադրված ավագանի գործող վարչական ղեկավարի կնոջ հետ եզակին է, որ Կաղնուտ գյուղում ստանում է 40,000-ական դրամներ։ Այսինքն միայն իրենց տունը թունավորվում է, մնացած բոլոր գյուղացիները չեն ստանում այդ գումարները։ Այդպիսի մոտեցումները, այդպիսի անձնական շահով առաջ տանելու մոտեցումների ողնաշարը ջարդելու ենք մենք ձեր հետ։ Սա այն ցուցակն է, որը ես փոխանցելու եմ ձեզ, ուսումնասիրեք, հնարավոր աստե շատ մարդիկ լինեն, հնարավոր չի, վստահ եմ, որ գրանցված են, գումար են ստանում, բայց այդ գումարները պետք է իրականում հասնի ձեզ, մյուսին, այ սրանով ենք մենք արդարությունը վերականգնելու ու դեռ համայնքային իշխանությունը մեր ձեռքում չհասած, մենք փորձում ենք արդեն արդարությունը վերականգնել։ Այո, Կապանում պետք է ամենակարևոր արդարության սկզբունքը գործի եւ պետք է սեփական շահով 40,000-ներով վախացնելով, մարդկանց ստիպելով, ընտրության տանելով, այդ ամեն ինչը վերանա։ Ու որևէ մեկը չփորձի քաղաքացիների վրա ճնշում գործադրել, ասել այս ցուցակից կանեն կամ չկա։ Չի կարա որևէ այս համայնքի բնակ չի, ինչ որ մեկը ասի մենք ձեր 40,000-ները չենք տալու։ ԶՊՄԿ-ի 15% այս պայծրության պատկանում է պետությանը եւ չի բացառում, որ այդ տոկոսները ընթացքում գործարքների արդյունքում աճեն։ Այո, մեր կառավարությունը վերադարձրեց հասարակ քաղաքացուն այն ինչը որ երկար տարիներ իր ձեռից վերցրել էին, որ այս sense գումարներով փորձեն քաղաքական ճնշումներ գործադրել։ Ես փոխանցեմ ցանկացածից պատրաստեմ։ Տարածեք իրար։ Ինչպես Կաղնուտ գյուղում է այդ սկզբունքը գործել, ես համոզված եմ շատ տեղեր այդ անարդարությունը լինելու է։ Գտեք այդ անարդարությունները, դիմեք մեզ, մենք փորձենք վերացնենք։ Ցանկացած կոպեկ, ցանկացած գումար պետք է հասնի քաղաքացուն, հասնի իր նպատակին։ Երբ մենք տեսնում ենք տեսանյութեր, հերոսություններ, տարբեր համայնքապետերի մասին, ես ձեզ մի հատ դեպք եմ պատմում։ Կապանում սուբվենցիոն ծրագրով, եթե չեմ սխալվում, տենդեր է հայտարարվում, սա պաշտոնական տվյալներ է, որի նախնական արժեքը 553 միլիոն դրամ է։ Տենդերի տրամաբանությունը որն է, մասնակցում են մի քանի մասնակիցներ, ամենացածր գին տված մարդը, ավելի ճիշտ կազմակերպությունը շահում է եւ վերցնում է այդ աշխատանքը եւ կատարում է։ Երբ ուսումնասիրում ենք որոշ փաստաթղթեր, տեսնում ենք, որ համայնքապետի ընտանիքին պատկանող, գործող համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունը 553 միլիոնանոց տենդերը շահել է 551 միլիոնով։ Այնինչ տենդերներին մասնակցող ցանկացած ՀՀ քաղաքացու հարցրեք, ասեք, որ դու տենդերին մասնակցում ես, առնվազն 5-ից 10% իշտում ես, թե չէ։ 10%-ը պայմանական 50 միլիոն դրամ է։ Հələ ասեք, այդ 50 միլիոնով քանի մարդու տանի կարելի է փոխած կամ քանի գյուղում կարելի է խնդի լուծած։ Այդ գումարը, որ պետք է վերադառնա համայնք, չի վերադառնում, հայտնվում է այլ մարդու գրպանը։ Հետո այդ նույն գումարներով մեր ճանապարհներին շիբիներ են անում, քերծած ասֆալտներ են լցնում, ասում են մեկ մեր գրպանից են կարել։ Պետք չի ոչ մեկ իր գրպանից մեր համայնքի համար բան անի։ Պետք է մեր համայնքի գումարը հասնի իր նպատակին արդար ձևով, որ ոչ մեկ էլ չհերոսանա, ֆիլմ էլ չնկարեն իրենց մասին, ոչ։ Թող համայնքի բյուջեն, կառավարության կողմից հատկացվող սուբվենցիաները բավարարում է շատ ծրագրեր իրականացնելու համար։ Թողեք թող արդար ճանապարհով այդ ամեն ինչը լինի։ Թողեք թող մրցակցային միջավայր լինի։ Թող շինարարական ընկերությունները չփակվեն, թող ձեռնարկատիրությունները չփակվեն։ Այդտեղ է ամենամեծ խնդիրը։ Պետք է սեփական շահը վեր չդասել համայնքի շահից, պետք է բացառել։ Դա մեր ամենակարևոր սկզբունքն է ու այստեղ կանգնած շատ քաղաքացիներ, մեզ լսող շատ քաղաքացիներ շատ լավ են գիտակցում իմ ասածի տակ ինչ կա։